Ում եք ընտրելու, ում եք տալու ձեր ձայնը։ Ձայնը երկու տեխնատու կա, մեզ համար երկուսն էլ ընդունել են, Սամվել Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը, երկուսն էլ Հայաստան ամեն խելացի մարդիկ են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին մերժում եք։ Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ փողով ծախել է Ղարաբաղը, ոնց կարող ենք իրան ընտրել, ինքը պիտի պատասխան տա հայության առաջ, ինչի համար է այդքան արել։ Բայց այդ երկու տեխնատուները, Քոչարյանը և Սամվել Կարապետյանը, դրանք արժանի են, Հայաստան ամեն ինչ, իրանք էլ շատ բան են արել Ղարաբաղի համար։ Դուք լսեցիք ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, թե 5000 հոգի որտեղից մոգոնեցիք, որ զոհվել են 44 օրյա պատերազմում, ինչ կասեք։ Ինքը գալատ անում, 5000-ից էլ շատ են զոհվել, այդտեղ ինքը 3800 քանի հոգի է նշում, բա ինչի համար արդեն տես քանի տարի է անցել, անունները չի գրում, պիտի գրել չէ անունները, որ տեսնանք իրոք քանի հոգի են զոհվել, չի գրում դրա համար, որ շատ ակտիվ է։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ ասում է Ղարաբաղյան շարժումը ճակատագրական է եղել հայերի համար, Հայաստանի համար, աղետ է եղել։ Դա ճիշտ չեն ասում, Արցախի հանրապետությունը եղել է Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը ինքնատ, Արցախը չկար, հիմա տեսնում եք չէ եկած արդեն նստած, Երևանի մոտ արդեն բարձրությունները գրաված, իրանք են արդեն գրաված։ Եվ ուրեմն հունիսի 7-ին պետք է մեր ժողովուրդը գնա և Մեր ժողովուրդը պետք է գնա ընտրի մեր լավագույններին, ասինքն Կարապետյանին և Քոչարյանին, երկուսն էլ ես աջակցում եմ։